Վերջին օրերին ռուսական շուկա հայկական արտադրության ապրանքների մուտքը հետևողականորեն սահմանափակվում է, ի թիվս բանջարեղենային կուլտուրաների նաև տարբեր մրգերի արտահանումն է ժամանակավորապես կասեցվել, բացի նաև ծաղիկներից, եւ այդ ֆոնին կառավարությունը, վարչապետը, էկոնոմիկայի նախարարը հավաստիացնում են, որ լուրջ խնդիրներ չեն լինելու, փորձում են նաև կարծես հանգստացնել գյուղացիներին, ֆերմերներին, ասելով, որ կառավարությունը աջակցության ծրագրեր է սկսելու, սուբսիդավորվելու է այն կրած վնասները, որոնք եղել են արտահանման սահմանափակումների պատճառով։ Նախ կարող ենք պատկերացում կազմել, թե մենք ինչ ծավալների մասին ենք խոսում, այսինքն եթե կառավարությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի կորուստներ կրած տնտեսվարողներին, ինչ ծավալի, ինչ գումարների մասին է խոսքը, կարող է լինել։ Ուրեմն հիմնականում հարցին ես փորձեմ մոտենալ այլ տեսանկյունից։ Այստեղ ես ոչ թե կուզենամ մեկնաբանել իրենց ասածը, որը որ մեկնաբանելու հնարավորություն կարելի ասել որպես գրագետ միտ չես կարա շարադրես, որովհետև նման բան չի կարելի ասել, որովհետև ընդամենը մի քանի օր ընդամենը այդ պատժամիջոցի, եթե պատժամիջոց է, այլ իրենց կողմից ասում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համապատասխան դերևս թույլ պատասխանը, որ իմի բերեն հասկանան ինչա կատարվելու։ Ես ասում եմ, սրանք դերևս ծաղիկներն են, հետևանքը ավելի վատ է լինելու։ Նախ այդ ծավալի սուբսիդիա հնարավոր չի ապահովել։ Այստեղ տարբեր ռիսկեր են լինելու, ոչ հաշվառում կարող են անել մեթոդաբանության, ոչ կոնկրետ տնտեսական վնասի, այդ թվում նաև փաստացի արձանագրված վնասի, սպասվող վնասի, ակնկալվող վնասի մասին է խոսքը, նշանակում է իրենք պետք է ավելի ճիշտ պետությունը սուբսիդավորի ամբողջ գյուղատնտեսությունը, բարի բուն իմաստով, ինչքան որ գյուղատնտեսությունը համախառն արդյունք է ապահովում, արտադրանք պետք է ապահովեն, որովհետև այս ամեն ինչը զուտ ֆիզիկական կապով կապված են իրար հետ ու դոմինոյի էֆեկտն է գնացել արդեն։ Այս ռիսկերը, որ պետք է իրանք ժամանակին կշռած լինեն, միջոցները արդյունավետ ծախսած լինեն, որտեղ որ պետք չէր անարդյունավետ միջոցներ չծախսեն, շուկաների խնդիրը կարգավորեին, բազմավեկտոր, շուկան, առևտուրը, բիզնեսը դա չպետք է կապեին զուտ քաղաքականության հետ։ Իսկ եթե այս ամեն ինչը իրանց որդեգրած Եվրամիության հետ քայլ անելու խնդիրն է, իսեր Աստծո 8 տարի ժամանակ ունեիք ու դուք ի սկզբանե գիտեցել եք ձեր քաղաքականությունը, քաղաքական վեկտորը ուր պետքա տանեիք, որ տանում եք, այդ օրվանից մտածեիք սերտիֆիկացման մասին, համապատասխան փաստաթղթավորման մասին, ինքնարժեքի իջեցման մասին, որ կարողանայիք այսօր նման քայլերի դեպքում ունենայիք այլ ընտրանք, երբ որ ունենայիք այլ ընտրանք, հաստատ Ռուսաստանի Դաշնությունը այս ռիճակը չէր օգտագործելու, հակառակը Ռուսաստանի Դաշնությունը ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ունի շատ լուրջ կառույցներ, մասնագիտական, գերատեսչական, եւ իրանք անընդհատ ոչ միայն Հայաստանի, ընդհանրապես բոլոր շուկաները իրանք մոնիտորինգ են անում, վերլուծություն են անում եւ ցույց են տալիս հնարավոր խնդիրները ոչ միայն անհրաժեշտության դեպքում ռիճակ կիրառելու, նաեւ իրենց շուկայի վրա ազդեցության առումով, եթե հանգարց ասենք Հայաստանի ծաղիկ կամ լոլիկը չգա, այսինքն ռուսական տարբեր ալիքներով, տարբեր վերլուծաբանների, որ լսում ենք, հասկանում ենք, որ Հայաստանի ապրանքը էական ազդեցություն չի կարող ունենալ ռուսական շուկայի
եւ իրացման առումով եւ գնային քաղաքականության առումով։ Ստացվում է, որ ԵԱՏՄ-ի, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության շուկան զուտ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար շարժիչ ուժ է։ Հələ քաղաքականը թողում ենք մի կողմ։ Այսինքն փաստաթղթավորումը շատ պարզ, վերնափոխադրումը շատ պարզ, իրար հետ շփվելը հնարավորության սահմաններում պարզ ու հեշտ եւ ապրանքի առումով շատ հարցերում հաստատ համոզված եղեք, բոլորը գիտեն, որ աչք փակոցի եղել է եւ վերավաճառողներ են եղել եւ անմիջապես մարդիկ են եղել, որ իրենց ապրանքն են տարել հասցրել, եղել են որ ապրանքներ, որ քանակը քիչ է եղել, փաստաթուղթ չի եղել, բայց ասել են հայկական ծիրանն է, խաղողն է, դեղսն է, ընտառաջել են մեր հայերի միջոցով զուտ սովորական տնտեսվարություն աշխատել է որպես տնտեսություն։ Եվ Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցները տեսել են, որ Հայաստանի Հանրապետությունը մասնագիտական մոնիտորինգ գրեթե բացարձակ չի իրականացնում։ Կիրառվող պրեպարատների, քիմիկատների, պարարտանյութերի, չափաքանակների, ծագման աղբյուրների, ազդեցության, անասնակերի, ձկանկերի, թռչնակերի, ամեն ինչ իրանք ունեն եւ հիմա էլ որ եկել են իրանք ինչ որ անում են, արձանագրում են, իրանք ունեն, ուղղակի սա միջոցառում են անում, որ ի ցույց անեն, բայց ի տարբերություն նախորդ անգամների, որ որոշակի ռիճակներ օգտագործվում են կարգավորելու համար, հիմա ակնհայտ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը արդեն քանի օր է տարբեր ձև արդեն շատ պարզ առանց տողատակերի ասում է այս ամեն ինչը այս պահին կիրառվում է, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրկնում եմ արդեն պարզ ընդունել է օրենք Եվրոմիություն գնալու եւ արդեն ուղղվածությունը մի հատ էլ մեր հորդորները չի լսում։ ԵԱՏՄ-ի կազմում կմնան թե դուրս կգա Հայաստանը, դա պատկերացրեք միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը չի։ Եվ ԵԱՏՄ մնացած երկրների ղեկավարներն էլ ասում են, եթե Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի օգուտները քաղում է, տնտեսական նաև, նշանակում է ինքը պատրաստ պետք է լինի նաև վնասները կրելու, որովհետև մենք նույնիսկ սահմանային մաքսային հատում չունենք, ծառայություն չունենք անմիջապես ԵԱՏՄ երկրների հետ, բայց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին համապատասխան, կանոնադրությունը համապատասխան, ըստ տոկոսների մենք ունենք այլ ԵԱՏՄ երկրներ մաքսային օգուտներից գալիս է նաև Հայաստանի Հանրապետությանը։ Զուտ միայն որ գազն է էժան գալիս, դա նույնիսկ կարելի է ոչ թե ԵԱՏՄ ընդունել, այլ որպես Ռուսաստանի Դաշնության բարիդրացիական հարաբերությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, այդ թվում բարեկամական, եւ իրենք էլ շեշտում են, որ այսօրվա գազի գինը Հայաստանին տրամադրվում է բավականին էժան գներով, բայց Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե ժողովուրդը, այլ կառավարությունը դա մի տեսակ չի ընդունում որպես էներգետիկ կախվածություն եւ համապատասխան արտահայտություններն է անելու։ Իսկ արտահայտությունները որ անում է, պատկերացրեք գազի գնի բարձրացման դեպքում ինչ է ստացվելու Հայաստանում։ Սկսած տաքսիներից, ավարտած ջերմոցներով, հələ ձմեռել չի, էական միանգամից գների բարձրացում կլինի եւ ժողովուրդը վճար ունակ չի։ Մյուս տեսանկյունից արդեն որ փաստը արձանագրվել է, որ մայիսի 22-ից սկսած օրական ժամ տարբեր սահմանափակումներ են կիրառվում։ Սկզբից կոնյակ, հետո հանքային ջրեր, հետո գինի, պտուղ, բանջարեղեն, հետո այդ ընտուր
պտուղ բանջարեղենը բացվում է արդեն կորիզավորներ, հնդավորներ, թարմ խաղող, հիմա այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոտակա ամիսներին մենք թարմ խաղող չենք ունենալու, բայց եթե արդեն սահմանափակումը գնում է արդեն թարմ խաղողի, սա պետքա ընդունել որպես ազդակ, որ երկար է տևելու։ Պատրաստ եղեք նաև խաղողին, մյուսին, սա ընդամենը չի սկսվում ծաղկով, չի ավարտվում կոնյակով։ Այսինքն, երբ որ դու կոնյակի խնդիրը վաղուց կար ու չեք համապատասխան խնդիրը կարգավորել, ընդհակառակ ավելի տոնայնությունը փոխվել է, ինչպես կուլիսներում, այնպես էլ կուլիսներից դուրս, հիմա Ռուսաստանի Դաշնությունը վարում է հետևյալ քաղաքականությունը. դու ինձ, ես քեզ։ Պարզ։ Այդ դու ինձ, ես քեզը բազմամիլիոն շուկա ենք մենք կորցնելու։ Այսինքն, կրկնում եմ, երբ որ ԵԱՏՄ եք ուզում գնայք 8 տարի նախապատրաստեք, գերատեսչությունները չփակեք, խորհրդատվությունները չփակեք, միջոցները ճիշտ ուղղությամբ տանեիք ժողովուրդը ճիշտ օգտվեր, որ այսօր ժողովուրդը պատրաստ լիներ, մի մասը շուկայի դիվերսիֆիկացիա արածներ գնար ինչպես ԵԱՏՄ այլ երկրներ, այնպես էլ եվրոպական շուկա։ Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակել է, ես ուշադիր եմ ուզում լինել հետևյալ բարակապակցության վրա, ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն, նաև Ռուսաստանի Դաշնության տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ։ Սա նշանակում է լուրջ քաղաքական խնդիր է։ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարարը հիմա վստահեցնում են, որ ռուսական շուկայի եւ ԵԱՏՄ շուկայի սահմանափակումները դա մեծ խնդիրներ չեն ստեղծի եւ որ հիմա այլընտրանքային շուկաներ են ման գալիս։ Եկեք հասկանանք, թե ինչ այլընտրանքային շուկա կարող է լինել, եթե կարող է լինել, եթե չի կարող լինելու չկա, ապա ինչու չկա, որովհետեւ եվրոպական երկրներից մինչեւ մերձավոր արևելքի երկրների անուն են տալիս։ Այս աշխարհագրությունը դիտարկելով, այս շուկաները դիտարկելով, դրանք կարող են հայկական ապրանքների համար այլընտրանքային շուկա լինել, թե ոչ։ Տեսեք, երբ որ մենք խնդիրը փաստը այս պահին ինչ ունենք, թողնենք հերանեկարի մասին, խոսենք, դրա ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև տեսեք, նույնիսկ ձեր ասած մերձավոր արևելքը, երբ որ ուզենաք, տեսեք անցած տարի ծաղիկներ ա գնացել, ելակ արտանվել, բավականին շատ բարձր գներով, ես ձեզ ասեմ, արտահանվել, հիմա այն մերձավոր արևելքը պատերազմական գոտի է, ինքը ռիսկային է արդեն։ Հիմնականում ոչ ապրանք է գալիս, ոչ գնում է։ Խնդիրը գնում է նաև հետագայում Իրանի սահմանը հատելու խնդիր։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս մեկ այլ լուրջ խնդիր՝ զուտ թղթային թրիպը։ Մենք չգիտենք դա ինչ է տալիս այս պահին, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքը կատեգորիկ համաձայն չի այս պահի դրությամբ։ Եվ տնտեսական եւ ռազմական առումով։ Այդ ձեր ասած մերձավոր արևելքը այդ տեսանկյունից մոտակայքում փակում եմ ես իմ մասնագիտական իմացությամբ, որպես ինչքան որ ես տիրապետում եմ։ Իսկ գյուղատնտեսության մեջ պահի տակ չեն որոշում, պետք է ունենալ տվյալ պահի իրականացվող ծրագրեր, կշռեն ռիսկերը, ֆորս մաժորները եւ նոր դրանից հետո ռազմավարություն հաստատեն միջին, մոտակա եւ հեռահար տարիների։ Հիմա այս 8 տարի մենք կրկնում ենք ձեր վարած տնտեսական քաղաքականությունը ոչ թե սխալ է, կարա լինի սխալ, որը հետո ուղղել։ Սա կործանարար է, հեշտով գալիս է, հետևանքները, երբ որ ասում ենք այդքան գումար մի ներդրեք այդ ուղղությամբ, ռիսկերը մենք դերևս կապում ենք Թուրքիայի սահմանի բացմանը, որ էժան ապրանքը Թուրքիան դեմպինգ անելու գյուղատնտեսությունը Հայաստանում պայթելու է։ Հիմա այդ հլը մնացել է ռեզերվում։ Եվրոմիությունը այնպես ապրանքներ գնացել է անձնական կապերով նեղ քիչ քանակությամբ, բայց այստեղ գնի մասին է խոսքը։ Եվրոմիությունում, երբ որ իրանք ընդունենք 1 կիլոգրամը 3 եվրոյով բավականին բարձր որակ չիրեն, իրանք ծագման երկիրը նայում են ժամկետ եւ այլն, եթե գնային տարբերությունը ահռելի եղա, պետք է այնտեղ արդեն
ծագումը, օրգանիկ արտադրանք եւ այլն, իսկ եթե նույն հավասար պայմանների արտադրանքը Եվրոպան էլ ապրում լուրջ ֆինանսական ճգնաժամ քաղաքացիներ, իրանք էլ են նայելու գնային սեգմենտին, գնային սեգմենտով մենք ի վիճակի չենք այս պահին մեր ունեցած ապրանքի որակը թողում են մի կողմ, ինքնարժեքով պլյուս ողջամիտ շահույթ, ինքը Եվրոպա ասկի Փարիսին չի կարա մոտենա, խնդրում չմանիպուլացնեն, ընդունում են, որ որակը արտակարգ է, որակի մասին դեռ չխոսանք, ընդունենք, որ փաթեթավորումը շատ արտակարգ է, Հայաստանի միրգն ու բանջարեղենը շատ համով է, պեստիցիդների քանակը համապատասխանում է, մասնագիտական շատ բարձր որակներով աճացված է, իդեալական պայման ենք ընդունում, բայց ինքնարժեքի առումով պլյուս նաև մի հատ մուտքի ծախսերը, դա ամեն ինչը Հայաստանը ներկրում է, սկսած ելակիսացիներից, սերմերից, ավարտած թունաքիմիկատներով, պարարտանյութերով եւ էներգետիկ ռեսուրսներով։ Սրանք ազդում են ուղղակի ապրանքի ինքնարժեքի գնագոյացման վրա։ Ավելացնում ենք մի հատ էլ արտահանման ծախսերը, ասենք 8000 եվրո Հոլանդիայից մեքենան բերում ասացիները Հայաստան, մի հատ էլ 8000 եվրո արտահանման համար։ Հիմա մեքենայի մեջ ինչքան է տեղավորվում, բաժանեք, բազմապատկեք, ավելացրեք ինքնարժեքին, այդքան սուբսիդիա տրամադրել հնարավոր չի։ Այստեղ նաև տեսեք իրենց ասածը, ես ասեմ, որ տնտեսությունից ես ուղղակի արտահայտություն չեմ անում, երբ որ թուղթ ու գրիչով նստեն աշխատեն, առանց քաղաքական հայտարարությունների, իրանք տնտեսությունից այնքան են հեռու, ինչքան որ ես տիեզերագնացությունից, անկեղծ եմ ասում։ Հիմա դրա համար առանց վերլուծելու նման արտահայտությունները, սրանք քաղաքական խոսույթ է, սպասվող քաղաքական իրադարձությունների նախօրեին։ Հիմա մյուս սեգմենտին մոտենամ։ Եթե դուք սուբսիդավորում եք ելակի, ծաղկի, մնացած ապրանքի արտահանումը, ես ասում եմ դուք մնացած արտադրանքը, ասենք որ ստանդարտին զիջումը, որակին զիջումը որտեղ եք իրացնելու։ Այսինքն հիմնական 99% շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։ Նշանակում է տնտեսապես, ինչքան էլ դուք արտահայտություններ անեք, մեր անկախություն ավելի բարձրական լոլիկը, 3 րոպե հետո դուք փոխելու եք ձեր մոտեցումը, ձեր արտահայտած սուբսիդիաների չափը, որովհետև անցած տարվա ցորենի ցանկերի խոստացած սուբսիդիայի գումարը մինչև հիմի վճարած չի։ Հունվարից հերթագրված անասունների գլխականակ ներկրող մարդկանց հարցերի պատասխանը դուք չեք տվել դեռևս։ Կարկտահարության հետևանքների, վնասների փոխհատուցումը դուք չեք տվել նորմալ ձևով, չնչին գումարներ եք տվել։ Այն դեպքում, երբ որ պետք է համակարգ աշխատեր, ապահովագրականը, մի տարի աշխատացնում եք, մի տարի չեք աշխատացնում, այսինքն դուք ըստ տրամադրության եւ ըստ օրվա, որ ոտի վրա եք արթնանում, այդ ձև տնտեսություն չի վարում։ Դուք հիմա պետք է ունենայիք ռիճակները։ Ինչ անեիք այս դեպքում սպասված, եթե չեք արել, ավելի վատ, ավելի ծանր վիճակի մեջ եք թողում ժողովրդին։ Պարարտանյութ եք բերում Ռուսաստանի Դաշնությունից, 11000 դրամ շուկայական գինն է, 3000 դրամ սուբսիդավորում եք, 8000 դրամը արդեն թանկ է գյուղացու արտադրանքի վրա։ Եթե վաղը մյուս օրը Աստված մի արասցե Ռուսաստանի Դաշնությունը տեսա որ դուք անդերտվելի եք, ժողովուրդն էլ իր համապատասխան քայլը չի անում, ասացեք ինձ խնդրեմ, ցորենի սահմանափակման դեպքում, որ առաջի երամսյակում ընդամենը ներկրել եք 77000 տոննա Հայաստանի պարենի ապահովության ցորենի սննդի գծով ընդամենը 22-ից 24% եք ապահովված, տարբեր տարիների, որտեղից պետք է գա։ Պարարտանյութ ամբողջ Եվրոպան, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցների տակ ընկավ, ազոտական պարարտանյութը դուրս չեկավ, ինքը ճիշտ է տնտեսական վնասներ կրեց, բայց եվրոպական գյուղատնտեսությունը արժելի վնասներ կրեց։
Անասնաբուծություն եք զարգացնում։ Կերը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Թշնաբուծությունով հպարտանում եք պաշտոնական տվյալներով։ Ցույց եք տվել, որ ածան հավերը դարձել են 3.115.000։ Ինչով են, ինչ կեր են ուտելու, որ ձուած են։ Կարաք ասեք։ Հոմենակ ասելով չի մասնագիտական քննադատության, վերլուծության դուք բացարձակ եվրոպական դիմադրություն չկարող է պոպուլիստական հարցեր, սադրեք, մարդկանց նյարդերի վրա տեսանեք, բայց մասնագիտական նեղ քննադատությանը, վերլուծությանը մեկ գումարած մեկ չեք բանանելու։ Դուք ազգային վիճակագրական ծառայությանն եք հղում անում միշտ, ընդունեն ես եվրոպական մագարտագի մոնիտորինգ իրականացնող մասնագետ եմ, եկել եմ Հայաստան մոնիտորինգ անելու։ Դուք ինձ ինչ եք ցույց տալու։ Գյուղատնտեսության մեջ ունեք հաստատած ինքնարժեք, ունեք, չունեք, ունեք կիրառվող մեթոդաբանություն, որը ինչով եք մշակում, որ գենետիկորեն զերծ օրգանիզմներից, այսօր ձկան խնդիրը հիմնականում կարան պատճառաբանեն կերի հետ կապված, ձկան կերի։ Մի մասը գալիս է Ռուսաստանից, մի մասը Պարսկաստանից, որոշ քանակություն եվրոպական երկրներից։ Տեսնում են ինչա գալիս, հասկանում են, հոմենակ քաշը չի, որ եթերներով հրապարակում են քաշը։ Եվ վերջին հաշվով մեր հայկական բրենդ միրգը, ծիրանը, դուք կորցնում եք շուկա, դա հայկական է, մեր բրենդն է, հարտահայտում եք, բիբարին սուբսիդիա, պղպեղին սուբսիդիա կտակ, բայց Իրանին ինչի չեք տվել մինչև հիմի, կարկուտ, ցրտահարություն, չկա ծառերի վրա, քիչ է Իրան այս տարի։ Վաղը մյուս օրը մնացած կրկնում եմ մրգերը, չկա հակակարկտային համակարգ, զուտ խոսույթ է, բարձր ցեղատեսակի անասուններ եք, թանկ ու կրակ բերում, պետության փողերը ցակ ու ցրիվ եք անում։ Տեխնոլոգիա ունեք կերի պատրաստման, հասարակ բան, առանց սիլոս կովը կաթ չի տա, այդ քանակի, դուք սիլոսի ստացման տեխնոլոգ ունեք, անասնաբուժներին օգնել եք ֆիզիկական ու առողջական վիճակները բարելավելու այդ թունային մասնագիտականները։ Վաղը մյուս օր միջոցառում եք անցկացնելու գինու հերթական փառատոնը, 600 քանի միլիոն փող եք ծախսելու։ Հետաձգեք։ Այդ 600 քանի միլիոնը մի ուղղության տակ, այդ բյուջեն սահմանափակ է։ Իսկ եթե այդ բյուջեն անսահմանափակ է, դուք այսօր ինչ ասում են պատրաստ ենք սուբսիդավորելու, ինչի չեք բարձրացնում հաշմանդամների թոշակը։ Ինչի չեք բարձրացնում մեր ծերերի թոշակը, ինչի չեք բարձրացնում մարդկանց բազային կամ նվազագույն աշխատավարձը, փաստացի։ Բայց այդ բյուջեն այդքան հնարավորություն ունի, ամեն ինչը սուբսիդիա, առանց այդ էլ սուբսիդավորման քաղաքականությունով բերել եք մեր տնտեսությունը, նստեցրել եք ասեղի վրա։ Ձեզ ով էր խնդրել, որ մի տնտեսություն վարողը, որը պետության օժանդակությամբ 3 հեկտար ուներ ժամանակակից ջերմոց ելակ արտադրության։ Ինչ եք նորից շարունակում իր սուբսիդավորումը, անսահմանափակ չի, ինչ եք դարձրել 9 հեկտար։ Իսկ ինչ դրա դիմաց հասարակ գյուղացուն, ինչ եք սուբսիդավորել ցորենի դիմաց։ Ամբողջ այդ ջերմոցների տված սուբսիդիան թուղթ ու գրիչով հաշվեն ներկայացնեն, պետություն ինչքան փողա սուբսիդավորել, դնեն զուտ ընդհանուր մասսայի էֆեկտ ապահովող գյուղատնտեսության մեջ, մենք ոչ ցորենի խնդիր կունենային, ոչ ոսպի, ոչ հացի, ոչ մսի, ոչ կաթի, լայն սպառման ապրանքների։ Դուք մինչև հիմա չգիտեք ջերմոցը, տնտեսությունը, ջերմոցային տնտեսությունը պետության ինչի համար է պետք։ Կոնկրետ մեր Հայաստանի Հանրապետության ջերմոցային տնտեսության զարգացման խնդիրը դրված է եղել սեզոնային ապրանքների, այդ թվում թարմ
բանջարեղենով, կանաչեղենով ապահովելու խնդիրն ա եղել, որ փոքր երկիր են գոտիականությունը թույլ է տալիս, ինչու՞ չէ նաև ճիշտ է ջերմոցում բնական է կապված էներգետիկ ռեսուրսների հետ թանկ է լինելու որոշ, բայց ոչինչ, եթե մարդուն անհրաժեշտ է որ հունվարին ուտի լոլիկ, չի ուտի 10 կիլո, կուտի 10 հատիկ, կա, շուկայում կա, մարդու աչքը տեսնում է, իսկ այսօր դու որ ելակ արտահանողներին սուբսիդավորում ես, որևիցե ելակ արտահանող ակցիա արել է այն ընտանիքներին, որոնց երեխեքը այսօր մի հատիկ էլ ելակ չեն կերել, սա պոպուլիզմ չի, ձերք եք առնում, պետության մի ձերքով մեկ ինչ կամ փող ուզի, ոնց ուզի, իշքան ուզի տակ, այն մյուսն էլ իմ ու քո է կարել, այո, ձերոնց տնտեսություններն են հիմնականը, եկեք ցուցակով ինձի հակառակ ապացուցեք, կամ փոքր ջերմոցներ, որ գյուղի ապրող, թասիվով աշխատող տղեկն են ստեղծել, կա, ունեն խնդիր, այ իրանց կարելի էր քանակը քիչ լիներ, ինչ որ ձևի օգնություն, օժանդակություն այս վիճակից դուրս գալ, բայց ես համոզված եմ, դուք ի վիճակի չեք լինելու համահավասար սուբսիդիա տալու, բերելու եք հասարակ ժողովրդին, սկսելու եք փաստաթղթեր ուզեք, ոնց որ հիմա անասնագոմի երինջի, ասելու եք ձեր ջերմոցի չափերը չի համապատասխանում ստանդարտներին, մշակությունը չի համապատասխանում, այդ մատերիալը որտեղից եք գնել, բերեք ջերմոցի կառուցման թույլտվություն, ու այդ կան թունաքիմիկատներ, այն կանեք տանելու բերելու այդ ժողովրդին այդ աշխատող տղեկին, որ առանց հետը հիմա դեմերը առնել հնարավոր չի, այսինքն դուք անընդհատ տանում եք, ինչպես պետություն են տանում, այնձև էլ տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը կործանման։ Հիմա մեկ այլ խնդիր էլ կա, երբ կառավարությունն ասում է, որ մենք հիմա այլ շուկաների հետ բանակցում ենք այլ երկրների հետ որ տանենք, հենց այս պահին բանջարեղենը պտուղը ինքը մթերման ենթակա ժամանակահատվածում, այսինքն մի որոշակի քանակության բավական մեծ մարդիկ գուցե արդեն իրենց բերքը քաղել են, չգիտեն ուր տանեն, գուցե մեկը 20 օրից, մի ամսից եւ այլն, խաղաղը դեռ ասիկ առաջիկայում է, բայց այդտեղ էլ շատ երկար ժամանակ չկա։ Լավ, այս մարդիկ ինչ են անելու, կա որևէ պատկերացում։ Ես պարզ վերջում միտքը կրկնվեմ, գյուղատնտեսությունը կործանվել է, սա վերջի շտրիխն էր, որ գյուղատնտեսության մեջ որոշ տնտեսություններ կային, որ կենտանության նշաններ էին տալիս, ու իրանք իբրև ցույց են տալիս էին ինտենսիվ այգիներ, նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից ջերմոցներ, հիմա ինչ է կանելու ինտենսիվ այգիների, ձեր ասած 5000 հեկտարի, այսինքն դուք նա սխալ թույլ եք տվել, այդ սուբսիդավորված գումարները 5000 հեկտարի վրա ծախսվող հակակարգտապաշտպան ցանցեր, սյուներ, այլ ատրիբուտիկաներ, ամբողջությամբ ներկրել եք դրսից, փողերը գնացել է Հայաստանի Հանրապետություն, ունենք թանկ այգիներ, թանկ այգու բերքն էլ տարիներապետ, որ հետ բերի գումարը, ի սկզբանե արդեն այգիներ կան, որ լուրջ բերքի տակ են, կերաս, անուն կարամ թվեմ, այն ֆերմերներից, որոնք որ իրանց որ ասում հալալ քրդինկով են այդ այգիները դրել ու ձերոնցից չեն, ինչ են անելու։ Հիմա բանակցությունը, ինչպես որ բանակցել եք մեր արտաքին քաղաքականությունը, երկրի ընդհանուր ապահովությունը, անվտանգությունը, հարևանների հետ քաղաքականությունը, ում հետ եք բանակցում։ Բանակցում եք, որ Թուրքիայի Կարս, Ախալքալակ երկաթուղով կերաս ծաղի կարտահանեք, ո՞նց եք արտանելու, ուր եք տանելու, ով է առնելու, ասենք լավ մի հատ միջոցառում, ասենք ձեր չագերտավոր բարեկամները քաղաքական ակցիա արին այս բան, բա մնացածը, ինչ եք անելու, ուր եք տանելու, ձուկը միլիոնների ներդրում է, իսկ Հայաստանում ջրի քաղաքականության հարցը չկարողացա կարգավորել ձկնաբույզների հետ, այդ հենց արկղ թողել եք, դուք հաշվարկել եք ձկի 1 կիլոգրամը ինչ արժի, այդ 1 կիլոգրամի մեջ ջրի ինքնարժեքը, ջրի արժեքի ինքնարժեքի մեջ ինչ կանա, ինչ եք փոխհատեցում, որ մեկին,
ծաղիկ, ձուկ, ձեր ասած խաղող տեղ, որ մեկը մարդ աշխատել է, ոչ մի բանը չեն անելու, ոնց որ մինչև հիմի խոստումներով բերե հասցրել են այսօրվան, կրկնում եմ մեղածացնել ցակուցերի վալնելու կոռուպցիոն ռիսկերով, ոնց որ այգիները, ջերմոցները, կոռուպցիոն քրեական գործերով, նույնը այս փոխհատուցումը պետք է լինի, եթե դու անցած տարվա կարգ հետևանքով ծիրանի 1 հեկտարին Արտաշատի տարածաշրջանում փոխհատուցել ես 38,000 դրամ, դու այդ ինչ ես, բայց ինչես ես ում 38,000 եվրո սուբսիդավորես, քասիբա ավելի աղքատանա, հա, երեխան էլ ընդհանրապես ցամաքացին էլ կարոտ մտա, այն մեկն էլ ինչ անի, հելնի գորա վարչապետ, չի լում այդպես, մի խաբեք, ես պատասխանատու եմ իմ ամեն ասածին թվային վերլուծությամբ, մի խաբեք ժողովրդին, մի կործանենք վերջնական այս երկիրը, և թող ժողովուրդը, մեր գյուղաբնակները, ֆերմերները, մարդիկ հասկանան ինչ է կատարվում, որ ճիշտ քայլ անեն, առանց վերլուծությունների, առանց տնտեսության պետությունը չի զարգանա, կործանվելու է, չունենալու անվտանգություն, առանց անվտանգության էլ տնտեսությունը չի կարող զարգանա, սինխրոն իրար հետ պետք է այդ ամեն ինչը համադրվի, իսկ դա նշանակում է պետք է ունենալ հայրենասեր, հայրենանվեր, պաշտոնյաներ, որոնք որ հասկանան իրանց ինչ է վստահված և ինչ են անելու, բոլորին ճանաչում են, գրեթե անձնապես, իրենց հնարավորություններն է գիտեն, պոտենցիալ հնարավորություններն է գիտեն, չի կարելի նման բան անել, և ասեմ հետևյալը, ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ է տեսել խոստումներ չկատարել կամ հակառակ վատը կատարել, հիմա Սուտասանի տունը հրդեհ է ընկել, ոչ մեկ չի հավատալու, ու ինձ թվում է հունիսի 7-ին կստանան համապատասխան պատասխան, իսկ եթե մեր ժողովուրդը այսքան բանից հետո, այն որ արդեն ցամաքացի խնդիրն անմիջապես իր գրպանն է, երեխի առողջությունն է, թորի ապագան է ու չի անելու հավասարակշիռ քայլ հանուն երկրի գոյատևման, ապագայի և կա այսօր հնարավորություն մարդիկ պատրաստական են իրենց ֆինանսներով, իրենց որակներով, իրենց փորձով, իրենց հայրենասիրությամբ այս երկիրը այս վիճակից անել, ինչու՞ չէ նաև իրենց դրսի կապերով, լավ չի, փորձեց ժողովուրդը, ընդունեց ձեր ասածները, եկավ ձեր հետևից, եկաք արդեն դժգույնը, դժբախտը, խնդիրը եկավ մտավ արդեն յուրաքանչյուրի տունը, նույնիսկ այն մարդիկ, որոնք որ այս պահին ձեր հետ պտտվելով պատե-անպատե արտահայտություններ են անում, իրանք էլ են արդեն մաշկի վրա զգում այս ստի քաղաքականության հետևանքը։ Մի 10 օր առաջ արտահանման խնդիր էլ չունեինք։ Արդեն վաղվա երաշխիքը շատ դժվար է ինչ-որ մեկը ասի, մենք խուսափենք նաև այդ խնդիրներից, բայց երբ որ հիմա քննարկենք իսկ երբ որ որոշ ապրանքներ, ապրանքատեսակ նաև Ռուսաստանից արտահանման խնդիր առաջ եկավ, իրոք եւս մեկ ռեզբա, այն որ ասում է ձգեցին, օրինակ, հələ ցորենը ստրատեգիական է, Աստված չանի, ցամաքացինը չեմ կպնում, որ էդ էլ է հնարավոր չի բացառված, իսկ երբ որ լավ ես քո ժողովրդին փորձես խապես, համոզես, իբրև փողեր, մողեր, տեղական վերամշակողները կմթերեն, կազմակերպված, ռեզերվ չունես, դու ինչով ես մթերելու,
Ուր ես մթելու։ Եթե կոնյակը չի ծաղկում, գինին չի ծաղկվում։ Լավ մթերեց, ուր է լցնելու։ Տեղ չունի։ Պահածոյի գործարանները վերամշակման մրգի, ասենք մթերեցին, ինչ են անելու։ Վարունգը, լոլիկը, հետո։ Նույն ինչա բանկա, կրիշկա, շշեր, այդ կարգի նորից Ռուսաստանի Դաշնությունից է գալիս։ Այսինքն գյուղատնտեսությունը, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը մինչև վերջ ուզեցավ կոշտուկին սեղմել մազոլին, ագրոպարենային համակարգ ինքը շատ լավ գիտի ինչա։ Գիտի ստե որտեղից ինչա սկսվում, ուրա գնալու, որտեղա մի քիչ հնարավոր անելու են։ Էլ որ մեկը ասան։ Ոչ մի գրեթե վերջնական արտադրանք ահագին բան մենք օրինակ ոսպ, սիսեր, բրինձ, հələ բրինձը լավ ասենք Չինաստանով է գալիս։ Բաներ կա, շաքար, առաջի անհրաժեշտության չունենք հնարավորություն։ Այս պայն սելը բերե Բարտոցի տակ կանգնացրել են։ Ելքը, ես ասում եմ, այսօր մի տարբերակ կա։ Հələ պատասխանատվությունը մի կողմ, հետագան մի կողմ, ժողովուրդը պետք է հասկացած լինի, որ բացի լոլոյից ուրիշ բան չկա։ Ժողովրդի ձեռքին է եւ շախը, եւ մատը։